Նա միշտ ձգտում է լինել մաքսիմալ անկեղծ թե իր հեռուստադիտողի հետ, թե իր առօրյա կյանքում։ Փխրուն տիկնիկի կերպարով այս աղջնակի հոգում ապրում է իրական մարդիկ, ու նա երազում է թռչել տիեզերք։ Իմ հյուրն է այսօր Լիաննա Տերմինասյանը։ Բարի երեկո Լիաննա։ Ողջույն։ Ուրախ եմ շատ տեսնել քեզ ինձ մոտ Սպիտակ անկյունում։ Փոխադարձ, իսկապես մեծ արձագանքներ, եթերից առաջ էլ դեռ ասացի, որ մեծ արձագանքներ եմ լսել այս սպիտակ տաքուկ անկյունի մասին։ Ես էլ պարբերաբար հետևում եմ ու ուրախ եմ այսօր, որ ես եմ հյուրընկալվել քեզ մոտ։ Լիան, դու բոլորի մասին ամեն ինչ գիտես, ներկայացնում ես նրանց թե լավ, թե վատ կողմերը, բայց քո մասին մարդիկ շատ քիչ բան գիտեն եւ ես ինքս էլ քեզ հետ աշխատելով արդեն 5 տարի, երևի թե շատ բաներ բացահայտեցի քո մասին ու երևի թե ինչպես եւ միշտ զրույցը սկսենք քո մանկությունից։ Սկսենք։ Ինչ գույն ուներ այդ մանկությունը եւ ինչ հոտ ուներ այդ մանկությունը։ Կարող եմ ասել, որ երևի թե վարդագույն ես կասեմ, որովհետև շատ հետաքրքիր բազմաբովանդակալի մանկություն եմ ունեցել, իսկապես դրա համար շնորհակալ եմ ծնողներիս, որովհետև դե երևի յուրաքանչյուր երեխայի մանկությունը հենց ծնողներն են ստեղծում։ Եվ կարող եմ ասել, որ այն հիմնականում անցնում էր Սանկտ Պետերբուրգում, ու այնտեղ Սանկտ Պետերբուրգում դե բնականաբար ավելի շատ է շրջագայում, ավելի շատ տարբեր հետաքրքիր վայրեր ես այցելում, ու փոքր տարիքում արդեն իմանալ ինչ է Էրմիտաժ, Պավլովսկ, չգիտեմ, տարբեր տեսարժան վայրեր եւ այլն, ու երբ որ գալիս էիր արդեն Հայաստան եւ երեխեքի մեջ խոսում էիր, իրանք չէին իմանում դրա մասին ու զարմանում են հետո դպրոցում արդեն որ անցնում էին այդ ամենի մասին։ Ես այստեղ եղել եմ, ես այդտեղ եմ։ Այստեղ եղել եմ, այնտեղ տեսել եմ եւ շատ հետաքրքիր բան հիշում եմ, այնտեղ մենք հիմնականում զբոսնում էինք, դե հայրիկս որ հիմնականում այստեղ էր մնում, մետրոյով։ Ու սովորաբար երբ որ մեր կանգառից գնում ենք Պլոշիչ Մուժեստվա, գնում ենք սովորաբար Նևսկի պրոսպեկտում ենք դուրս գալիս, եւ մի օր տենց ստացվեց Հայաստանում մենք մտանք մետրո։ Ու մետրոյից դուրս են գալիս, ես գիտեմ որ պետքա լինի Նևսկի պրոսպեկտ։ Ու դուրս են գալիս, մամա, ագդի Նևսկի։ Ու տենց հետաքրքիր լի պատմություններ կան։ Իսկ տատիկ, պապիկ։ Պապիկներից ցավոք չեմ տեսել, որովհետեւ ուշ եմ ծնվել։ Տատիկս, պապայիս մաման, ինքը բավականին երկար ժամանակ տեսել եմ ու ինչքան հիշում եմ ինքը շատ այսպես շերեփը որ ասում են ձեռքին պետք է լինի միշտ ինքը տենց բոլորից տեղեկացված ամեն օր զանգահարի իմանայի ինչոց եւ այլն ինքը միշտ ասում էր որ ես մեր ցեղի պարծանքն եմ այո որտեւ ամենափոքրն եմ եղել եւ բոլորի այդ երազանքները ուշադրությունը նաեւ քեզ վրա եղել սովորված ես էլ փորձում եի արդարացնել բոլորի սպասումները ու երևի դրա համար է որ այսպես պերֆեկցիոնիստ եմ, ամեն ինչում պիտի եթե անում ես, պիտի լավը լինի, որ հանկարծ մարդիկ բոլորը հպարտանան քեզնով, հանկարծ տենց չլինի, որ իրանք ամաչեն քեզ համար կամ քո արած խալի համար։ Բայց այդ բերան ներքո ապրելը դժվար չի։ Երևի թե ընթացքում չես զգում, բայց երբ որ փորձում ես, ասենք, ամփոփում ես օր, ամիս, տարի, հասկանում ես, որ այդ ամեն ինչը քեզանից է գնում։ Ի վերջո լինի դա թե անձնական կյանքում, թե աշխատանքի մեջ, դու զգում ես, որ այդ ամեն ինչի կենտրոնում դու ես կարգավորում, որ ամեն ինչը շատ լավ լինի, ամեն ինչ տեղին լինի, ամեն ինչը լինի օրինակելի, օրինավոր, երբևէ որևէ ինչ-որ նկատողությունների չարժանանաս, չգիտեմ, երևի թե բարդ է։ Դու երգել ես։ Այո։ Նաև դպրոցական տարիներին Հեկեքյանի Հայաստանի փոքրիկ երգչախմբում, նաև ինչպես եւ ես այցելել ես Պենզերանի անվան երաժշտական դպրոց։ Ինչպես եւ դու նաև ավարտել։ Այո, 8 տարի դաշնամուրային բաժնում ու ինչպես երգը ներխուժեց քո կյանք, ինչու դաշնամուրը ընտրեցիր։ Շատ հետաքրքիր պատմություն է։
սկսեմ այնտեղից, որ քույրիկս ջութակի էր գնում, եւ ինձ համար դե ավակ քույրն է, այնինչ ինքը անում է, բնականաբար դա լավ է։ Իսկ ինքը կանիֆոլից այդ ջութակի այդ սմիչով ուներ ալերգիա։ Ինչպես եւ ես։ Այո։ Եվ բացի դրանից մատերը, որ նուրբ են, այդ լարերի վրով գնում գալիս է, մի խոսքով իրան դուրը չէր գալիս դա եւ ինքը չէր ուզում, որ իր փոքր քուրը այդ ամեն ինչի միջով անցնի։ Բայց ես էլ ուզում էի ջութակ եւ երբ որ դիմումը գրեցին, ես ասացի պարտադիր պետքա ջութակի գրեք։ Գրեցին դիմումը, բայց զուգահեռ պետք է նաեւ քննություններ հանձնել, ես բոլորը բարձր գնահատականները դաշնամուրն է։ Բոլորը բարձր գնահատականներ եմ ասում, բայց եթե դիմումը լինում էր, նաեւ ջութակի պետք է գնայր։ Բայց պարզվում է, որ քույրիկս ինքը իր ձեռքով պատռում է այդ դիմումը եւ գրում է դաշնամուրի բաժին։ Ու ես, այսինքն երկու գծով էլ դաշնամուրի եկա։ Իսկ երկչախումը դե եթե հաճախել ես դպրոց, գիտես, որ դաշնամուրը զուգահեռ պետք է երկչախմբի գնալ, որպեսզի ես ջութակ էի գնում, զուգահեռ գնում էի նաեւ դաշնամուր։ Հա, դու ուրեմն օրկեստր, նվագախմբի պետք է գնար, մի խոսքով դաշնամուր, որպեսզի լսողություն եւ այլն եւ այլն։ Ու այդպես ես որ գնացի երկչախմբի, այնտեղ արդեն ընտրեցին եւ ես սկսեցի ավելի բուրըն գործունեություն ծավալել այսպես երկի ասպարեզում։ Քույրիկից չես մեղադրել, որ պատռել է դիմումը։ Այդ օրը երբ որ իմացա, որ պատռվել է, ինքը չէր ասել, մաման էր ասել։ Բնականաբար շատ զայրացա, այս ինչ եք իմ մեջքի հետևում անում եւ այլն, բայց հետո հասկացա, որ ես այդպես չէի հայտնվի երկչախմբում։ Ինչ արվում է երևի թե մեզ համար։ Դաշնամուրը բացում ես, թե ավարտելուց հետո փակել ես ու չես մոտեցել։ Չէ, բացում եմ հիմա ավելի ուշ, որովհետև դե ժամանակը սուղ է լինում, բայց դաշնամուրը ես նույնիսկ տապյորի դերում էի հանդես գալիս, ասենք եթե քույրիկիս ընկերները հավաքվում էին եւ այլն, ես իրանց փոքր ինքը նույնիսկ ինձ ասում էր այս երգը սովորի, որպեսզի կարողանաս նրանց նվագեմ ու իրանց համար տենց լայվ երաժշտություն է։ Կա մի իրադարձություն քո կյանքից, որ հավերժ կուզենայիր հիշել ու պահել մտքիդ մեջ ու չկորցնել դա երբևէ։ Երբ թե հիմա չեմ մտաբերի, կլինեին բնականաբար ինչ-որ պահեր, որ կուզեի, բայց այս պահին չեմ մտաբերի։ Մանուկները միշտ հավատում են հրաշքների, բայց երևի թե այդ հրաշքներին հավատալու ունակությունը մեզ ավելի շատ պետք է գալիս, երբ մեծանում ենք։ Համաձայն եմ։ Կա այդ հավատը մեջդ դեռ, թե այսպես կարող եմ ասել, որ քանի դեռ, այսինքն մարդը ապրում է այդքան ժամանակ, քանի դեռ երազելու ունակությունը չի կորցրել, այսինքն ունի երազանք, ունի ինչ-որ մի, չեմ ասում նպատակ։ Նպատակը դա որ ավելի պրագմատիկ, հաշվարկային ինչ-որ վիճակ է, երազանք, որ հնարավոր է դա կլինի կամ չի լինի։ Ու դու պետք է անպայման ունենաս այդ երազանքը, որ ունենաս նաև խթան ապրելու, նպատակիդ հասնելու համար, որքան երազում ես ու կարևորը չդավաճանել քո երազանքին։ Այսինքն դու կարող ես երազում ես ինչ-որ մի բան, գալիս է մի պահ, դե մոռանում ես։ Չէ, այդ երազանքը ինքը պետք է ողջ կյանքիդ ընթացքում գնա։ Հնարավոր է եւ որ հասնես երազանքիդ։ Հնարավոր է որ ոչ, դե արդեն դա գալիս է երջանկության հասնելու պահը։ Եղել է մի բան, որ միշտ փոքրուց երազել ես, դրա մասին պատկերացրել ես քեզ ու հանկարծ մի պահ հասկացել ես, որ այնտեղ ես կամ անում ես այն, ինչի մասին միշտ երազել ես։ Երևի թե, բայց դա տարիների ընթացքում է, հետո ես արդեն հետո պիտի հասկանաս, հետո ես հասկանում այդ process-ի այդ ընթացքում չես հասկանում, որ դա այն է, ինչ երազում ես անել, շատ կարևոր է երջանիկ է մարդ, նաև երջանկության բաղկացուցիչներից մեկն էլ այն է, որ երբ քո սիրած, երազած աշխատանքը նաև լինում է աշխատանքդ, այսինքն եւ ստիպված չես լինում աշխատել, այո, ոչ թե ստիպված գնաս աշխատանքի, որովհետեւ դե հարկավոր է, այլ դա հենց քո սիրած գործն է։ Այնուամենայնիվ դու ընտրեցիր տնտեսագիտությունը եւ ընդունվեցիր համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Առհասարակ ես մանկուց ինձ մեջ այսպիսի բան կար, որ պետք է շարունակեմ մամայի գծով, մաման բժիշկուհի էր։ Եվ ես բնականաբար պետք է դառնայի բժիշկ, դա, չգիտեմ, ոչ թե ուզում էի, այլ դա ինձ թվում էր, որ այդպես էլ պետք է լինի։
Բայց այսպես խոսքի ընթացքում, երբ որ հասկանում ես վերքերին նայել, արյուն եւ այլն նման բաները, երբ որ ես հասկացա, որ ես դրա մեջ չկամ, մի օր դեռ փոքր էի, մամային գիշերը կանչում եմ, ասում մամ մի րոպե կգաս, ինչա պատահել, գիշերվա կեսին կանչին։ Մամա, ես էլ չեմ ուզում բժիշկ դառնամ, ես ուզում եմ տնտեսագետ դառնամ, որ խորը շունչ քաշենց վայ։ Փաստորեն ինքը չէր ուզում որ գնաս իր ուղղությամբ։ Չէ, ոչ թե չէր ուզում որ գնալ, այլ իրան զարմացել էր թե ինչ գիշերվա կեսին ես իրան կանչեցի։ Տենց որ նման բան էր, ուղղակի տնտեսագետ, չգիտեմ, այդ մասնագիտությունը ընտրեցի, ինձ թվաց, որ պետք է ունենաս լուրջ մասնագիտությունը, տենց։ Երբևէ աշխատել ես այդ մասնագիտությամբ։ Բուհում սովորելու տարիներին զուգահեռ բանկում եմ աշխատել եւ արդեն հասցրեցի բարեհաջող հիասթափվել այդ ամենից։ Այսինքն այնինչ դու տեսականորեն սովորում ես, հասկանում ես, որ տեսությունը սա է, միջազգային չափանիշները սրանք են եւ իրականում դա այդպես չէ։ Ես չգիտես ինչի հիասթափվեցի ու այդպես ու զուգահեռ ստացա առաջարկ անել ինչ որ մի հետաքրքիր նախագիծ հեռուստաալիքներից մեկում ու այդպես բարակվեցիր։ Մտափոխվեցի։ Այսինքն կարելի ասել, որ ես հետ վերադարձա, եթե ընդունենք, որ դպրոցական տարիների ընթացքում երաժշտություններ ինձ համար, այսինքն դաշնամուր եւ ավելի շատ երգչախումբ, համերգներ եւ այլն, նույն հեռուստատեսությունում համերգային ծրագրերում մասնակցել, բեմեր եւ այլն, դե մեներգչու եմ հաճախ հիմնականում եղել, այդ ստեղծագործական պակասը երևի թե զգացի։ Ու ոնց որ հետ վերադարձա, ուղղակի ոչ երաժշտական ասպարեզ, այլ հեռուստատեսություն չեմ զղջում։ Դու ունեցել ես նաև կորուստ կյանքում։ Այո։ Եվ կարծում եմ, որ քույրդ կարողացել է մեծ քույրդ։ Ավագ քույրդ դառնալ քեզ մայր նաև։ Մայր չէ, բայց այդ հոգատարությունը, այդ խնամքը իսկապես նա ամեն վայրկյան, երբ որ ինքը լինում է հանրապետությունում, ինքը ամեն պահ կզանգահարի, ուր ես, ինչ ես, երբ կգաս, երբ կհասնես եւ այլն։ Այո, կարելի է այդպես ասել, ու իհարկե մոր այդ կարոտը կա, երբեք չես կարող, ոչ մեկ ոչինչ չի կարող դա փոխարինել։ Ես ուղղակի ինձ համար սփոփանքի նման ասեմ, հա, ինչ է, որ ես ուղղակի իրեն ուղարկել եմ հեռու, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Կան բարեկամներ, չէ, որ գտնվում են այնտեղ, չգիտես, կտեսնես, թե չես տեսնելու։ Ինձ համար նա ողջ է։ Ես իր հետ մտովի խոսում եմ, շփվում եմ, կռվում եմ, չգիտեմ, վիճում եմ, խորհուրդներ եմ հարցնում, շփվում եմ ես իր հետ, то есть ես իմ համար գտել եմ այդ միջոցը եւ նույնիսկ ասենք եթե ինչ որ ընկերներիս մոտ կամ հարազատներիս մոտ նման մի բան լինում է, առաջին խորհուրդը, որը ես տալիս եմ, դա է լինում, որովհետեւ հետ դարձ ոչ չես կարա հետ բերես, բայց գոնե ինչ որ ձևով դու քեզ փոխում ես ու դու վստահ ես, որ ինքը քեզ լսում է, այնինչ անում ես, դու անում ես հենց նրա համար, որ ինքը այնտեղ վերևում հպարտանա քեզանով, երբեք ինքը չամաչի քո արածի համար։ Ու այդտեղից էլ երևի թե գալիս է քո պերֆեկցիոնիզմը եւ կատարելության զգացումը։ Այդ ժամանակ իրա ողջ լինելու ժամանակ էլ ա եղել, ուղղակի հիմա երևի թե ավելի գիպերտրոֆիրովն է, հա, դարձել է, ավելի շեշտակի, որ ամեն մի քայլը դու գիտես, որ եթե ասենք այստեղ երկրում, այսինքն լինելով այստեղ կարող է եւ չիմանա, բայց երկնքում ինքը ամեն ինչ տեսնում է։ Քո հաղորդումը այնպեսին է, որ դու այնտեղ ամեն ինչ ես անում։ Այսինքն դու եւ հաղորդավարն ես, եւ սցենարիստն ես, եւ ու դա անում ես շատ ճշտապահ կերպով, շատ մեծ պատասխանատվությամբ, եւ դժվար չի, որ այդ ամեն ինչը մի տեսակ վերցրել ես քեզ վրա ու արդեն ինքդ քեզ վրա մի տեսակ դաճել ես, ամենից ամենալան, երբ որ ասում են որ լանան, ասում են ամենից ամենա։ Դժվար չի, չես մտածել երբևէ ինչ պիտի անես դրանից հետո։
նախ շնորհակալ եմ, որ այդքանը գնահատեցիր, այսինքն որ կողքից երում է, որտեվ հաճախ մարդիկ, ովքեր որ մեջից չեն լինում, այսինքն, ոչ հեռուստատեսության մարդիկ ասում են, լավ, որը անընդհատ ասում ես ամբողջ օրը զբաղված ես, ինչով ես զբաղված, կես ժամ գնացիր, այդ գեղեցիկ բազմոցին նստեցիր, սիրուն մազերով, հագուստներով եւ այլն, վերջ։ Հաղորդում, то есть դրանով ասում եմ, բայց իսկ միջ դա մարդկանց թվում է, որ այդ նկարահանումով ամեն ինչ սահմանափակվում է, իսկ մինչև նկարահանումը պետք է թեման ընտրել, պետք է այդ թեմայի շուրջ մարդկանց հետաքրքիր, մարդկանց տեղին, մարդկանց հավաքել, այնուհետև նկարահանում անել սցենարներ։ Այսօր դու նաև դրսից ես մարդկանց համոզում, որպեսզի նրանք անգամ համոզելու կարիք էլ չկա, հա, որպեսզի ձայնագրեն եւ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ լինում է, որ արտասահմանից իրենք հենց այնտեղ նկարահանվում են, ես հարցաշարը այստեղից ուղարկում եմ, ինչու եմ հենց ինքս ինձ վրա վերցրել, ոչ թե միտումնավոր ինքս ինձ վրա եմ վերցրել, այդպես ստացվեց ուղղակի 1-2, այնուհետև այն որ արդեն զգում ես, որ այդ ամեն ինչը վերահասկել է պետք, իսկ վերահասկելու համար մինչև զանգում ես նրան, եղավ, չեղավ եւ այլն, ասում ես ավելի լավ դու այդ պահին այդ ամեն ինչը տեղում օպերատիվ ձևով իրականացնես ու ավելի արագ ամեն ինչ ընթանա։ Չեմ կարող ասել, որ այտենց լավ է, որ այդ ամեն ինչը դու ինքդ ես անում, բայց միևնույն ժամանակ նաև ունիվերսալ ես դառնում ինչ-որ տեղ։ Չես մտածել ինչ է լինելու հետո։ Հաղորդումը արդեն 5 Արդեն 5 տարին բոլորել ենք, այս 2015-ին լինելու է 6 տարի, դեպ ասեմ, որ ամենից ամենանաթիվի առաջին հաղորդումն է, եւ հիշում ես, մենք ոնց էինք ստեղծում, միասին նույնիսկ հետաքրքիր հենց ակունքներում կանգնած անվանակարգեր ենք արել, ընթացքում ենք արել եւ նորից վերադառնալու ենք։ Քեզ հետ միասին արած անվանակարգերից ինձ մոտ շատ տպավորվել է տոհմածառեր ու շատ մեծ արձագանք ունեցել, որովհետև ընդգրկել ենք հետաքրքիր մարդկանց, հետաքրքիր տող ունեցող։ Դու ինձ օգնեցիր նաև վերհիշել իմ տոհմածառը երկու կողմից էլ։ Ու կարևորը նա է, որ օրինակ եթե ուրիշ հաղորդումներ էլ կան, որոնք որ չեմ ուզում վատաբանել կամ բանել, որ այդ ժամանակահատվածում անում էին տոհմածառեր, ինչ որ տենց, բայց իրանք ավելի դասականի մեջ, ավելի կարծես թե տարիքով մեծ մարդկանց համար էին նախատեսված, որ ասենք երիտասարդությունը հաստատ չէր նայում այդ հաղորդումը։ Իսկ այստեղ ընդգրկեցինք այն լեցուն, այն թեկուզ եւ երիտասարդ քեզ նման հետաքրքիր մարդկանց, որոնք ունեն պատմություն որի մասին այդ նույն երիտասարդությունը իմացել է ու ինձ շատ ասում էին, որ այնտեղ ընդգրկել ենք նաև Կարեն Ջանիբեկյանի կողմը ու ոչ մեկ չգիտեր, որ Երվանդ Երզնկյանը պարզվում է, որ Սոս Ջանիբեկյանի եղբայրն է։ Այսինքն բացահայտումներ են լինում ու երիտասարդությունը ինչ-որ մի բան եթե կարողանում է իմանալ, տեղեկանալ, ոչ միայն դա ժամանցային է լինում, այլ ինչ-որ մի բան էլ ստանում է, համար այդ օրինակ շատ վառեր ու դու էլ կայր այդ անվանակարգում, հիշում եմ քո պահովել, այդպես շատ մեծ արձագանքներ եղան։ Ես ուրախանում եմ, եթե ինչ-որ մի բան ստացվում է, եթե ինչ-որ բաներ նույնիսկ արտասահմանից են լինում արձագանքներ, այնտեղ են նայում, հետևում համացանցով հերուստալիքով մենք ունենք Pan Armenian TV այնտեղ մի խոսքով չգիտեմ եթե ինչ-որ մի բան անում ես ու մարդկանց դուր է գալիս ես ուղղակի միայն կարող եմ երջանիկ Դու ասել ես որ քո հարցազրույցներից մեկում իմ նպատակն է լինել մաքսիմալ անկեղծ եւ մատուցել միայն ամենաճշգրիտ ինֆորմացիան մարդկանց մասին եղել են դեպքեր որ ինֆորմացիան այդքան էլ ճշգրիտ չի ստացվել կամ Լինում են դեպքեր, երբ մարդիկ ասում են ես այս բանի մասին երևի թե չասեմ կամ չեմ ուզում, որ ասենք լինի։ Դա կամ դու շրջանցում ես այդ թեման, կամ պարզապես այդ մարդուն այդ թեմայի շրջանակներում չես խոսացնում։ Եղել են դեպքեր, երբ փաստի առաջ էին կանգնել, այսինքն տարվա ամփոփումն է եղել համացանցում շահարկված իրադարձությունների եւ չեմ ուզում հիմա ուղղակի անուններ տալ, որպեսզի բան չլինի
ինֆորմացիան, այսինքն մի կողմը ասում է իրականությունն էսպիսին է եղել, իսկ ասենք լրատվամիջոցը ԶԼՄ-ն, որը որ ասում է ինքն էլ է ներկա եղել, որ ասում է իրողությունը սա է եղել։ Եվ դու արի ու տակից այսպես դիպլոմատիկ ձևով դուրս արի, որովհետև ասենք չես ուզում, ասենք ինչ որ մարդկանց վիրավորել, որոնք որ ապաշկարա ստացվում է, որ իրենք սուտ են ասել կամ չգիտեմ, ճիշտ չեն ասել։ Մի խոսքով փորձում է իմ այդ դիվանագետի մասնագիտությունը ինձ օգնում է, որ այդ պարագայում կարողանում ես այնպես դուրս գալ, որ ոչ ճիշտ ասես, բայց միևնույն ժամանակ որ չվիրավորես մարդկանց։ Դու նաև խոսում ես, այսինքն քո հերոսները խոսում են նաև իրենց թերությունների մասին։ Ինքդ ազատ ես այդ հարցում։ Դու ինքդ ազատ ես խոսել քո իսկ թերությունների մասին։ Այո, կան թերություններ, ասենք, թեկուզ վերցնենք, ասենք, չգիտեմ, արտաքինի հետ կապված, ասենք, երբ որ գնում ես Վարսահարդարի մոտ, ասենք, այսօր այս մի սպասարկողը չի, այլ մյուսն է։ Ես նստում եմ, ասենք, առաջի անգամ եթե լինում, ասում, իսկ այստեղ ես, ասում, աղջիկ ջան, այդքան թերություն չունես, ինչի ես խոսում, ասում, ես ուղղակի գիտեմ այն ինչ որ ինձ, ասենք, մազիս որակ է կամ եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ դրա մասին ավելի լավ ասեմ, քան հետո դու, ասենք, կամ հակվես դրա հետ կամ խնդիր լինի։ Իսկ բնավորության թերությունները։ Բնավորության թերություններն էլ այն որ ակնհայտ է, հա, դե կա։ Որն է քո ամենամեծ թերությունը ըստ քեզ։ Ըստ ինձ իմ ամենամեծ թերությունը հենց այդ երևի պարտաճանաչ լինելը, պատասխանատու լինելը, ինքը դրական թվում է թե դրականից է, բայց իրականում այդքան էլ չէ, որտեղ մեկ-մեկ լինում է, որ գիտես դիմացինը անպատասխանատու է լինում կամ արդեն սովոր լինելով, որ հակվում ես միշտ անպատասխանատվության հետ, արդեն պատասխանատու մարդուն, եթե երկու անգամ ավել ես ասում, ինքը արդեն կարող է նեղվի դրանից, որ դե լավ հասկացանք, հոբուտ չենք, բայց սիրում եմ շփվել նաև պատասխանատու մարդկանց հետ։ Քեզ հետ ամենայն դեպս միշտ հաճիկով եմ շփվում։ Անհաջողությունները կյանքում սովորեցնում են քեզ, թե եղել են դեպքեր, որ տապալել են ուղղակի եւ ցանկություն չես ունեցել շարունակելու։ Չէ, ավելի ճիշտ սովորեցնում են։ Եթե ինչ-որ մի բան փորձում եմ համենայն դեպս անել միշտ, որ անհաջողություն չլինի կամ սխալ չլինի եւ այլն, բայց դա կյանք է, բնականաբար լինում է, ես այդ ամենից փորձում եմ դաս քաղել ու հաջորդ անգամ չանել ու եթե հանկարծ իմ հարազատներից մեկը նման իրավիճակում հայտնվի, հաստատ ես իրեն անպայման կասեմ դրա մասին, որ ինքն էլ չհակվի այդ խնդրին։ Դու սիրում ես, որպեսզի քո ընկերները քեզ մատնանշեն քո սխալի մասին, այսինքն ընկերությունը իմ պատկերացմամբ այն չի, որ ընկերներդ մշտապես գլուխդ շոյում են ու ասում են, որ ամեն ինչ ճիշտ ես արել, այլ երբ ակնհայտ ասում են իմ սխալի մասին, սկսած իմ արտաքին տեսքից, վերջացրած իմ աշխատանքով կամ առօրյա կյանքում կատարած ինչ-որ մի քայլի կամ ասած խոսքի հետ կապված։ Քեզ համար դա անկալելի է եւ որքանով ես դու նաև խորհրդատու քո ընկերներին այս իմաստով։ Ես քանի որ միշտ շատ սիրում եմ ամեն ինչ վերլուծել ու նախքան արդեն ընկերներս ինձ ինչ որ մի մատնանշում են, այս դեպքում կարող է լինել ոչ այսպես, այլ այսպես, ես արդեն դրա մասին գիտեմ, որ դա ճիշտ չի եղել կամ ասենք ինչ որ մի բանում ոչ թե թերացել եմ, այլ ու իրավիճակը ոչի օգուտ ինձ է աշխատել, ես դրա մասին գիտեմ։ Եվ որ բերանը բացում է, որ ասի դրա մասին, ասում գիտեմ։ Ու արդեն ասենք ինձ մտերիմ հարազատ մարդիկ գիտեն, որ արդեն պետք չէ դրա մասին մատնանշել, որովհետև ես արդեն դրա մասին գիտեմ։ Տենց դեպքեր մտաբեր եմ, որ ես չեմ գիտակցել, որ ինձ պարտադիր դրա մասին մատնանշել են, հիմա չեմ մտաբերի հաստատ։ Իսկ դու ինքդ ընկերներիդ նկատմամբ։ Եթե ես չեմ պարտադրի իրենց հետևեն իրանք իմ ասածին, բայց եթե զգում ես կամ ինքն է խնդրում ինչ-որ մի տեղ, որ դու խորհուրդ տաս, դեռ не хочу навязываться, սենց ասեմ, հա, բայց եթե կարիքը կա, տեղին է ու կարևոր, ես ուղղակի ոչ թե կասեմ այսպես մի արա, ես կասեմ այ ես օրինակ այդպես չէի անի, ես կանեի այսպես, որոշումը քոնն է, ուզում ես արա, ուզում ես մի արա։ Իսկ ում կարծիքն է ամենից կարևոր քեզ համար։ Քո աշխատանքի, քո կյանքի։ Երևի թե հարազատներիս, հայրիկիս, քույրիկիս։ Եվ մամայի։ Մամայի, այո։
Եմ աման ամեն ինչ ատեսնում։ Իհարկե։ Լինելով պերֆեկցիոնիստ քո աշխատանքում, քո կյանքում, դժվար է նաև կատարել ընտրություն անձնական կյանքում։ Ինչպիսին պիտի լինի նաև, կա արդյոք նա։ Այդ հարցը բնականաբար բոլորը տալիս են տարբեր ձևերով ինչ-որ ձևակերպումները։ Ուղիղ հարցրեցի։ Հա, ուղիղ հարցրեցի, ես կարող եմ այսպես պատասխանել։ Քանի դեռ ես չեմ ամուսնացել, քանի դեռ ես այդ վերջնական որոշումը չեմ կայացրել, ասենք ես չեմ կարող ասել, որ իմ կողքին հստակ կա մեկը, որովհետև կյանք է, չգիտես ինչ է լինելու եւ դրա համար չեմ սիրում բարձրաձայնել դրա մասին, այս պահին իմ կողքին կա այսինչը, ասենք հայտնի մարդ, անհայտ մարդ, սովորական մարդ, պաշտոնյա մարդ, չգիտեմ, նա պիտի լինի ամենից ամենա։ Երևի բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ, բայց ինձ համար ընդունելի, այսինքն ինչն է քեզ համար ընդունելի։ Ինձ համար կարևորը որ մարդ լինի անկեղծ, չստի, որպեսզի այ որքան էլ ասում են, չէ, հիմիկվա աղջիկները, կանայք, նրանք ուժեղ են, ժամանակակից աղջիկները, իրանք սիրում են որոշումներ կայացնել, գիտես, մեր աշխատանքում մենք ստիպված ենք լինել ուժեղ, այլապես չենք հասնի նշանակման կետին, ասենք լինելով ղեկավարելով նախագիծ, խմբագրություն, չգիտեմ, ստիպված ես լինում, բայց երբ որ գալիս ես տուն, դու պետքա ղեկավար չլինես, պետքա լինի այն անձնավորությունը, որը քո բոլոր խնդիրները լուծի, այսինքն այն ուսը, որին դու կարող ես սնվել, որին կարաս գաս ու քո խնդիրները պատմես ու ինքը այդ ամեն ինչը լուծի, կամ եթե չլուծի, գոնե լինի ու եւ լսի քեզ։ Հա, ու լսի դրա մասին ու ասենք սփոփի ասի, դե հիմա ասենց չի ինձ։ Այսինքն լինի քեզանից ուժեղ, ասենց ասեմ, մարդ։ Դու ես քո հարցազրույցներից մեկում նաեւ կարդացել եմ, որ միշտ ցանկացել ես թռնել տիեզերք։ Այո։ Այդ ցանկությունդ պահպանվել է մինչև հիմա։ Բարբերաբար, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, պատկերացնում եմ, ոնց կարա այնտեղ լինի։ Հա, հետաքրքիր է։ Ուղղակի։ Ես քեզ ցանկանում եմ, որպեսզի դու գտնես այն ուժեղ ուսը, որին կկարողանաս հենվել եւ ով կկարողանա իրականացնել քո ամենամեծ երազանքը եւ դու կհայտնվես տիեզերքում։ Շատ շնորհակալ եմ։ Եվ իմ ավանդական 10 հարցը, եթե թույլ կտաս։ Իրադարձություն, որը հիմնովին փոխեց կյանքդ։ Միգուցե այնց հիմնովի չէ, բայց երևի թե հեռուստատեսություն մուտք գործելը կարծում եմ մասամբ ինչ որ կարելի ասել, որ փոխեց։ Քո կյանքի կարգախոսը։ Միշտ առաջ։ Եթե հնարավորություն ունենայիր ապագայիդ մասին որևէ բան իմանալ, ինչը կլիներ դա։ Երևի թե ոչինչ չէի ուզում։ Եթե հայտնվես անելանելի իրավիճակում, ով կլինի այն մարդ, ում կզանգահարես առաջինը։ Քույրիկիս։ Ինչ գերբնական ուժով կցանկանայիր օժտված լինել։ Երևի չէի ուզի։ Ում հետ կցանկանայիր փակված մնալ վերելակի մեջ։ Չէի ուզի մնալ վերելակի մեջ։ Ես վախենում եմ, փոքր տարածքներից վախենում եմ։ Ոնց որ հաճույք հաստատ չէի ստանա այդ փոքր տարածքում մնալու։ Եթե ինքդ քեզ հանդիպեիր 18 տարեկանում, ինչ խորհուրդ կտայիր։ Չլինել այդպես պերֆեկցիոնիստ։ Ինչպիսին կաս։ Եթե իմանայիր, որ մինչև կյանքիդ ավարտը մնացել է 90 րոպե, ինչ կանեիր այդ ընթացքում։ Կաշխատեի հարազատներիս կողքին լինել։ Խնդրում եմ ավարտես հետևյալ արտահայտությունը, կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, Եթե չլինեին իմ հարազատները, եթե չլինեին իմ ընկերները, որոնք եւ գունավորում են, չլիներ իմ սիրելի աշխատանքը, ինչը եւ գունավորում է իմ կյանքը։ Ինչ է քեզ այսօր պակասում կատարյալ երջանիկ լինելու համար։ Իհարկե մայրիկիս պակաս, որ ներկա պահին ինքը երկնքում է։ Բայց ինքը քեզ հետ է։ Բայց ինքը ինձ հետ է։ Ուղղակի ուզում ես իրեն գրկել մեկ-մեկ մի խոսքով։ Ես անհամբեր սպասում եմ տեսնելու քո ընտանիքը եւ տեսնելու թե ինչպես ես դու գրկում քո երեխաներին։ Շնորհակալ եմ, փոխադարձ։ Այսպիսին էր Լիանա Տերմինասյանի Սպիտակ անկյունը, Սպիտակ անկյունում։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։